Ուզում եմ կարդալ բոլորիս համար հետևյալ խոսքերը, որ գրված է Սաղմոս 32 գլուխ 5-րդ խոսքից։ Իմ մեղքս քեզ հայտնեցի և իմ անիրավությունը ստացկեցի, ըսի թե Տիրոջը պիտի խոստովանվեմ հանցանքներս, և դու թողոցիր իմ մեղքիս անիրավությունը, ասի Տիրոջը պիտի խոստովանվեմ։ Հիմնական սովորաբար կյանքում ինչ-որ լինում է, եթե մենք նայում եք վերջ-վերջո մեր ամեն ինչի պատասխանող Աստծո խոսքն է, կենտանի Աստծո խոսքը, որը սովորաբար բացում է մեր աչքերը, լուսավորում է մեզ, որ մենք կարողանանք խորապես հասկանալ։ Ինչն է պատճառը։ Կան դեպքեր, որ ասենք աղոթքի պատասխանը չկա, կան դեպքեր սովորաբար հիվանդությունը մնում է նույն վիճակի մեջ։ Եթե մենք նայում ենք հին ուխտում և նոր ուխտում, Աստծո կերպերը նույնն է։ Տեր առաջերտին ինչ է անում։ Հիշում եք Տեր Հիսուսի ծննդյան համար գրված է նա, որ Տերի ծննդի աշխարհը պիտի գա։ Ինչի համար պիտի եկա որ աշխարհը։ Գրված է մեղքի համար։ Մեղքի համար։ Հին ուխտում են որ կարդում ենք Աստված ասեց Իսրայել ժողովրդին, այդ խոսքը այսօր մեզ է ասել։ Եթե դուք իմ օրենքների մեջ մնաք, իմ օրենքների կանոնների մեջ մնաք, ոչ մի եգիպտական հիվանդություն ձեզ վրա չեն բերի։ Եգիպտական հիվանդությունը սա սովորաբար հետանոսների մոտ սարսափելի տարբեր հիվանդություններ կան։ Ասեց իմ ժողովրդի վրա չի լինի։ Միշտ էլ խնդիրները, դժվարությունները, նեղությունները առաջանում են մեղքի պատճառով։ Մեղքի պատճառով, եթե սովորաբար մենք նայում ենք եղբայրներ քույր, տեսեք 51-րդ Սաղմոսը կարդում ենք 3-րդ խոսքից ինձ համար եւ ձեզ համար։ Ողորմեմ Ձով Աստված քո ողորմության համեմատ եւ քարատ գտության համեմատ ջենջեմ հանցանքներս։ Ջենջեմ հանցանքներս։ Իմ անիրավություններս բոլորովին ինձ լվա եւ իմ մեղքերս ինձ սրբե։ Վասնզի ես կճանչնամ իմ հանցանքներս։ Ես ճանաչում եմ, գիտեմ, ու իմ մեղքերս միշտ իմ առջևս է։ Քեզի միայն քեզի դեմ մեղանջեցի եւ քո աչքերուդ առջև չարություն եմ։ Որպեսզի արդարենես խոսքերուդ մեջ ու անհրաժեշտ լինես դադաստանի մեջ։ Հիսուսով եղբայրներ քույրեր, երբ որ Տերը հանդիպեց Սամարացի կնոջը, հիշում եք, Սամարացի կնոջը, ասեց ջուր եմ ուզում քեզանից, ասեց դու հրյա ես Սամարացի, ինչպես ես համարձակում ինձ արեց ջուր ուզել։ Տիրոջ խոսքը տարա որտեղ տարա միջև, հետարքիրը։ Երբ որ ինքը համաձայնվեց, ասեց դե լավ, եթե դու ուրիշ ջուր ունես, ինձ կարող ես տալ։ Եվ կարդում են գրված է, ասեց գնա քո ամուսնուն կամ չի, ինչի համար ասեց։ Բացահայտեց մեղքը, ծածկված, ասեց ես ամուսին չունեմ, ասեց ոչ, դու ճիշտ չասեցի, հիմա ունեցել ես, այն որ հիմա ունես այն էլ քոնը չի, այն էլ քոնը չի։ Այդ կինը զարմացավ, ոնց իմացավ, որ ես պատկասել կամ մարդկանց այդ կապվածության մեջ եմ, հիմա որ ես կապած եմ շնության մեղքով, այն էլ իմը չի։ Միանգամից Տերը բացեց մեղքը, հետարքիրը ինչ կատարվեցավ, նա ստացավ ողորմություն, մեղքի թողություն։ Եվ գրված է, ուրախությունով գնաց Սամարիա, ինչքան ժողովրդին վկայեց, որ եկեք Քրիստոս եկել է, փրկիչն եկել է, Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Հնարավոր է դեպքեր կամ հավատացյալը չի կարող հասկանալ, չի կարող գիտակցել, որ հենց դեռ ինչ-որ մեղք կա իր կյանքի մեջ։ Մենակ դա Սուրբ Հոգին պիտի բացի։ Երբ որ Սուրբ Հոգին է բացում, միջոց է տալիս հնարավորություն, որ մենք ազատագրենք մեղքի կապանքներից։ Միշտ դեպքեր եղել են, երբ որ մարդը վճռական որոշել է, իրոք որ Տիրոջը նվիրվել, ապավինել, զղջալ, խոստովանվել, անմիջապես բժշկությունը կատարվեց։ Անդամանուց հետ կան երկար ճանապարհ են բերել, բայց պետք է նորից հետ տանեն։ Բայց ամեն կերպ արեցին, որպեսզի Քրիստոսի մոտ իջացնեն։ Առաջի կարևոր բանը տվեց մեղքի թողությունը։ Ավետարանը մեզ սովորեցնում ինձ եւ ձեզ, եղբայրներ քույրեր, հենց որ անկեղծանաք, Արաքած գրքի մեջ գրված է, ով որ մեղք է գործում եւ գրված է ծածկում է, նա հաջողություն չի գտնում։ Ովքեր որ խոստովանվում են ու ինչ է գրած, մեկդի են գեցում, այսինքն հրաժարվում են մեղքից, հրաժարվում են։ Եղբայրներ քույրեր, վճռական է դա։ Մեղքի նկատմամբ առաջանում է զզվան կապել։ Հոբի գրքում գրված է, ասում է, եւ իրանց մեղք իրանց բերանի մեջ է, ինչ հաճելի է, այսինքն մարդիկ, որոնք մեղք են գործում, իրանք զվարճանում են, իրանց հաճելի է։ Բայց նա որ սրտանց դարձի եկել, մեղքը չի կարողանալ, ասում է, եթե ովքեր իրանց իմ օրենք իր սրտի մեջ են դնում, նրանք չեն մեղանչում։ Որովհետև նորից եմ ասում իրոք, որ
մեղքը հեռացնում Աստծուց։ Հեղի որդիները ինչ են անում։ Հեղի որդիները քահանական գործ են անում։ Երեք թեկուզ իրանց չեն հանդիմանում, ինչ որ թեթև բաներ ասում, բայց մեղքի վերջը գրված է ինչ է, վարձք ինչ է մեղքի վարձքը, ով է։ Մահ է, հավիտենական մահ է։ Եղբայրներ, քույրեր, իմ աղաչանքն է։ Հնարավոր է կա դեպքեր կարող է դու մտածում ես, ոչինչ չունեմ ասել, եթե դու ես ասում։ Բայց խնդրի Տեր, ինչ ունես ինձ ասելու։ Ինչ ունես ինձ ասելու վիճակը բացելու։ Ես որ պիտի զղջամ եւ խոստովանվեմ։ Արաբան 103 Սաղմոսում գրված է, ուշադիր եղեք։ Ով իմ անձս օրհնետերը, այն ամենը, որ Մերսիդեսի անոր Սուրբ անունը, ով իմ անձս օրհնետերը եւ նրա բոլոր բարեությունը մի մոռնաք։ Որ առաջին ինչ անում, ով իշում, խավում է քո մեղքերը, հետագանությունը շատ ճիշտ է։ Նոր երկրորդը գրված է, բուժում է քո հիվանդությունը, քեզ փրկում է ապականությունից։ Դեպքեր կան, վիճակներ կան, որ կարող է դու մնես ապականության, մեղքերի անլիավության մեջ, Տերը քեզ պահում է։ Ես մի բան խնդրեմ ձեզ, երբեք ուրիշներին մի մեղադրեք, որոնք այսօր մեղքի կյանք են ապրում, կամ Աստծուց հեռու են, կամ սարսափելի վատ կյանքի մեջ են ապրում, մի մեղադրեք։ Միշտ Տիրոջը փառք եք, ասեք, Տեր, ես իրանից լավը չեմ։ Ես իրանից լավը չեմ։ Եթե դու ինչպես ես ապականության մեջ կդնեմ, ավոր մեղքերի մեջ կդնեմ, անիրավության կապանքների մեջ կդնեմ ես։ Եվ իրավունքով հակառակորդը մոտենում է, գիտեք իրավունքով։ Գրված է մոտեցեք Աստծու, ուշադիր եղեք։ Ինչ հետո գրված։ Հակառակ կեցեք սատանայից, այսինքն իր կամքը չպետք է կատարես։ Նա քեզանից ինչ է գրած։ Գրած է քանի մետր հետո գնա կանգնի։ 2 մետր, 3 մետր։ Պիտի փախչի։ Նրան չես կարող տեսնես։ Եղբայրներ, քույրեր, զգուշ եղեք։ Նա իրավունքով է մոտենում։ Իրավունքը մոտենում դրա համար տանիքով խնդրեմ է լինում, վիճաբանություն է լինում, անխաղություն է լինում, իրար չեն կարող ներել։ Սիրտը մարդու կարծանում է մեղքի պատճառով։ Պողոս առաքյալն ասում է, չէ, ինչ խղճալի մարդ եմ, ես, ով ինձ պիտի ազատի ես մեղքի բնությունից։ Գոյություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, այո։ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով է ազատություն տեղ ունենում։ Մենք դու ճանաչի քո մեղքը եւ անիրավությունը։ Զղջա։ Ոմանք գիտեք ինչ են տարի մի անգամ է պատկաստ։ Նոր տարին իրանց ներողություն խնդրում։ Սուրբ գիտես է սովորացնում։ Սուրբ ինչ ասում։ Նոր տարին ներողություն խնդրեք իրար ներեք։ Թե գրված աղոթքից առաջ։ Ամեն աղոթքից առաջ պետք իրար ներեք, աղոթքանեն որ Տիրոջ բժշկությունը կա։ Տիրոջ հրաշքը կատարվի։ Եղբայրներ քուշ չի մա։ Ուշ չի մա, գիտեք ինչ։ Որ Սուրբ ոգաբացածքի զորությունը։ Եվ դու ազդակրված, եթե վճարական որոշես, անկեղծանաս, բժշկություն անմիջապես կգա, եւ դու լրիվ վիճակից դուրս կգաս։ Լրիվ կմաքրվես, Տիրոջ փառքը կտեսնես։ Այո։